Ուրեմն սիրելիներս, այստեղ նստած օրվա վլոգ էի նկարահանում, ամսաթվին չէի նայել, եղանակը ճիշտ ամռայլ է, դե գարնանը բնորոշ եղանակ է, դրսում անձրև, այսօր մի թեթև պլաններ ունեի, որոշել էի Ալեքսիս անակնկալ անեմ ու գնանք անտառ, էն էլ մի ընձևի անձրև ու ամպելա, որ էլ ռիսկ չես անի, ոտքդ ոտքիդ առաջ դնես, ինչև է, տներում միշտ էլ գործը կամ, նամանավանդ են տանը, որտեղ որ վերանորոգում ա գնում, այդ տանը ավելի շատ գործ կա, չէ, համաձայն եք իմ հետ, սկզբում վլոգս դրսից նկարահանեցի, դե քանի օրերը տաքանում են, էլ տունը չես նստում պարզա, անընդհատ դուրսը մագնիսի պես ձգում ու կանչում ա քեզ, մի խոսքով դրսից զգացի, որ եղանակը փոխվեց, ցրտեց, ցուրտ էր, եկանք տուն, հետո իմ հյուրասենյակի այս ֆոնն էլ եմ շատ սիրում, այստեղ նստեցի, իմ համար նկարահանում արեցի, չգիտես որտեղից որտեղ Ալեքսիս սիրտը ջիր էր ուզում, այս ջրերը, հələ նայեք, ինչ փայլուն, սիրուն, ու շատ ախորժելի, ու ինքս ինձ որոշեցի, ասում եմ ինչի էլի, տեսեք ծիրան է չկամ էր հայկական դեղցը, մի խոսքով, այս տարի որոշել եմ նմանվեմ ինձ ու ամեն ինչից մի քիչ, երբ որ նկարահանումս արեցի, վերջացրեցի, հեռախոսում ասեցի տեսնեմ ինչ կամ, դե հեռախոսի երեսին իմ մոտ ցույց ա տալիս և ամսաթիվը և ժամացույց բոլորիս մոտ է այդպես, վայ ասում եմ, եթե որ չեմ շփոթում, այսօր ծնունդ ունենք, հա, այնպես չի, որ ես իմ էջում, այսպես ասած, միշտ ծնունդներ եմ շնորհավորում, ոչ, բայց չեմ էլ անտեսում են մարդկանց, ում ծնունդները, որ հիշում եմ, քանի որ իմաստ չկա, էլի, չանտեսելու իմաստը չկա, ուզում եմ մի քիչ հեռվից կամ դրա համար եմ այսքան սենց մանրակրկիտ ասում, այսօր շնորհավորելու եմ իմ լավ բարեկամ, ինձ հարազատ դարձած ավագ քույր, իմ եթե աշխատանքային բնագավառում ասեմ, հա, իմ ամենահավատարիմ հետևորդներից, իմ ավագ քրոջը, Ծովինարի ծննդյան օրն է այսօր, Ալեքս, այսօր Ծովինար ծոծյայի ծննդյան օրն է, արի տնամ, ինչ կասես? Happy birthday to you, happy birthday to you, happy birthday, happy birthday, happy birthday to you, Ձայմամ տոտատ ծնունդդ շնորհավոր, առողջ լինես, լավ լինես, քեզ ցանկանում եմ ուրախ երեխտախտություն, առողջ լինես, լավ լինես, Բա երեք ընկեր Սահականուշին ոնց շնորհավորեցիր։ Այսօր շնորհավորեցի Ծոյմավ տոտայում ընկեր Սահականուշին ու happy birthday երգեցի։ Իրան ոնց երգեցի։ Happy birthday ծնունդը շնորհավոր, la 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 la, ծնունդը շնորհավոր, թող լինի այսօր։ Այսօր, այսքանն էր։ Ուրեմն տեսակ չմիացնես, թող մնա։ Ուրեմն տեսակ չէ, սիրելի հետևորդներ ջան, Ալեքսն ընդեղ նստած, ես չէի էլ ասել, մեր պայմանն են եղավ, որ տեսեք դինամիկը միացրած, մեր համար, մեր ուտ ասում եմ, ուզում եմ ցկ-ցկամ, ես էլ ասում եմ, ուզում ես, ավելի լավ, որ ուզում ես, ու ինքը չգիտեր, այսպես ասած, ես իրան չէի ասել, էլի, ինքը իր սրտի ցանկությունով, հիմա նույնը երեք, ուրեմն իմ ընկեր Սահականուշի ծննդյան օրն էր, հանգիստ մնա, ու ասում եմ Ալեքս, ծննդյան օրն է, շնորհավորենք, ինքը սիրուն հավեսով շնորհավորեց, ես ուրախ եմ, որ իմ էջում, իմ կողքին համախմբվել են այնպիսի լավ մարդիկ, սիրելի հետևորդներ ջան, որ ես ինձ պարտավորված եմ զգում շնորհավորելու
ցանկացած իմ լավ բարեկամի։ Մի վարքյան ասեմ, որ նկարում եմ։ Այդ ով է, մամ։ Կասեմ։ Ու սիրելիներ ջան, այսօր էլ այն բացառիկ օրերից է, որ ես ուզեցա անձամբ շնորհավորեմ իմ ավագ քույր, իմ շատ սիրելի Ծովինարին, ում ես շատ եմ սիրում, ում ուրախ եմ, որ հասցրել եմ ճանաչեմ, ինքը մի յուրահատուկ լավ մարդ է, լավ անձնավորություն, բարի շնորհքով, այս կողմ, այն կողմ, այդքան մի բան, ես շնորհակալ եմ Աստծուն, որ իմ էջում համախմբվել ենք այնպեսի լավ մարդկանցով, որ դարձել ենք մի հաճելի ու սիրուն ընտանիք, ովքեր միշտ իմ կողքին են, ովքեր միշտ բարեդրացիական հարաբերությունների մեջ են մեզ հետ, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, այնպես չի որ չմտածեք իմ մոտ տարբերություն կա, մեկին շնորհավորում եմ, մյուսին ոչ, ում հետ իմ անձնական շփումը կա, ում մենք բախտ ենք ունեցել ճանաչելու, շփվում ենք մինչ այսօր, շփվում ենք ցանկացած պահի, երբ որ մեր մտքով անցնի, ես սիրում եմ այդ պահը չանտեսել ու այսպես ասած մարդուն ուրախացնել, քանի որ մի պուճուր խոսքը կարա չէ, բոլորիս տրամադրությունը փոխի, այնպես որ Ծովինար ջան, հարազատս, իմ ամենալավ բարեկամներից մեկն էլ դու ես, իմ ամենահարազատ ու ջերմագին քույրիկներից մեկն էլ դու ես, ես ուրախ եմ, որ դու կաս մեր կյանքում, ես այհմի ես եմ համեմատում Ռոզա տատիկի ու քո ծննդյան օրը, մի քանի օրվա տարբերությունը, ես ուրախ եմ, որ իմ էջում այո, ստեղծել եմ այն ձևի կոլորիտ, այն ձևի հաճելի մթնոլորտ, որ օրինակ արդեն հետևորդներս էլ են մեկը մյուսի հետ ծանոթանում ու իրան շփումը այսպես երկարումա, ոնց Ռոզա տատիկինս ու Ծովինարինը, ոնց Լիլիթինը, Մանուշակինը, մի խոսքով շատ չի երկարացնեմ, նմանատիպ ծանոթություններ շատ կան, կոպիտ ասած, ինչի հեղինակը մեր Անահիտ Ալեքս էջն է, այնպես որ սիրելի հետևորդներ, ջան ու ջան, ես ձեզ բոլորից շատ եմ սիրում, ես ուրախ եմ, որ դուք կաք մեր կյանքում, ի սրտե բոլորիս այս գարնանային այն տաքությամբ ու ջերմությամբ շնորհավորում եմ իմ ծանոթ ու անծանոթ բարեկամ դարձած մարդկանց, ովքեր ծնվել են այսօրը, հանձինս Ծովինարի, իսկ Ծովինարի հետ իմ շփումը արդեն 4 տարի ու ավել, մենք շփվում ենք, մենք գնում ենք, մենք գալիս ենք, հուսանք այս տարի արդեն ինքը կգա մեր տուն, առաջ Աստված, տեսնենք ոնց է ստացվելու, այնպես որ միշտ սիրել եմ ասեմ, մարդկային շփումը իմ համար հարաբերություններից ամենաթանկն ու ամենայուրահատուկն է, եկեք սիրենք իրար, եկեք շատ ջերմություն ու վստահություն փոխանցենք մեկս մյուսին, որպեսզի մեր կապը էլ ավելի ամրանա, էլ ավելի այսպես բացվի ու շարունակություն տա, սիրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ և կրկին ու կրկին անգամ շնորհավորում եմ այսօրվա բոլոր ծնված մարդկանց, հանձինս իմ ավագ քույր Ծովինարի, ում հետ շփվելը իրոք համ հետաքրքիր է, համ հաճելի է, համ էլ երջանկություն է, ես շնորհակալ եմ, որ դուք կաք մեր կյանքում։